Սիրելի մեր հայրենակիցներ, մեր հերթական ոդքասթն է Արթուր Խաչիկյանի հետ, քննարկում էինք ինչից սկսել, այնքան շատ է թեմաները, նոր նայում եմ, մեր հայրենակիցներից մեկը գրել է, պարոն Խաչիկյանի հետ երբեք եթեր մտնելու, որ մտնեք, խնդրում եմ խոսացեք էլի, այսօր Ֆրանսիայում շատ կարևոր սամիթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խնձոր էր կրծում, մինչև հիմա ես խնդրեմ Արտուրը ներկայացնի Իրանի շուրջ վերջի իրադարձությունները, որտեղ ես ինքս մի երկու կարևոր դիտարկում ունեմ, սիրելի հայրենակիցներին խորհուրդն ա ձեզ մի նյարդայնացեք, ինքը դա դիտավորյալ է անում, իր հասցեատերը ինքը չի անում ինձ, Արտուր Խաչիկյանին, մյուս ադեկվատին նյարդայնացնելու համար, ինքը խորապես մեծ թքած ունի մեր վրա, իր թիրախը պերաշկու, կուկուրուզի, այսպես բռնած սուջուխի, իր էլեկտորատն է, որը այսենց կլանում է այդ ամբողջը եւ իր էլեկտորատին դա դուր է գալի, դուք մի վիրավորվեք, նա չի անում մեզ վիրավորելու համար, ինքը թքած ունի, ինքը գիտի, որ մենք իր էլեկտորատը չենք, ինչ ուզում է ուտի, ուզում է ես չգիտեմ մուլեր ուտի, մուլը որն է հայերեն ծովամթերքներ, ինչ ուզում է ուտի, միևնույն է մենք իրան չենք ընտրելու, ուզում է ամենավերջի արիստոկրատի նման ուտի, մենք իրան չենք ընտրելու եւ ուստի ես հասկանում եմ, որ երկրի համար ասում զա դիրրավ ու աբիդնը, որ ասենք Մակրոնի հրավերով սամիտին ինքը խնձոր ա կրծում ու ասում է ինչ անեմ դանակ չեն դրեք, խնձորը ամբողջական են դրել, բայց նաեւ ինքը դա անում է, որտեւ հասկանում է, որ դա մեր նյարդերի վրա ազդում է, ուստի եկեք իրան չբերենք օրակարգ, որտեղ իր ուզածը ցանկացած գնով, խոր կրծելով, կուկուրուզ կրծելով, պերաշկի կրծելով լինել օրակարգի թոփ մեկ թեման, որպիսի այն, որ տարածաշրջանը պայթում է, ծոցի տասնյակից ավելի երկրներ ներգրաված են տարածաշրջանի մեջ, Էրեկ Թրամփը հայտարարեց, որ ըստ էության ինքը սպանելու է Իրանի նոր հոգևոր նպաստելու է Իրանի նոր հոգևոր առաջնորդին սպանելուն, եթե վերջինս չհրաժարվի միջուկային ծրագրերից, հիմա Արտուր գիտեմ, որ շատ ասելիք կա Իրանի հետ կապված, դու ներկայացնես նաև այս իրավիճակում Իրանի նախագահի ու Ալիևի հեռախոսազրույցը, որտեղ ըստ էության կարծես թե ինչ որ նոր իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում։ Այո, Նայրա ջան, շատ շնորհակալ եմ, որ մասնակցում ես մեր ոդքասթին, դատելով արձագանքներից, ոնց որ մարդկանց մոտ հետաքրություն կա։ Այո։ Ես համաձայն Ես խնդրում եմ մարդիկ նաև, որ հաջորդ ոդքասթները այնպիսի ռեժիմով անենք, որ իրանք հնարավորություն ունենան ինտերակտիվ նաև հարցեր տան, երևի լայվի ռեժիմով մտածենք տեխնիկապես դա ինչպես անել։ Այո, կմտածենք, տեխնոլոգիայի հարցերը կլուծենք։ Նախ ասեմ, որ լիովին համաձայն եմ քո հետ, Նայրա ջան, տեսնելով այս կրկեսը, հիմա էլ Փարիզում ինչ որ բան կրծելը, ես համաձայն եմ քո հետ։ Նա գիտի, որ մարդիկ ովքեր արժանապատվություն ունեն, ում սիրտը ցավում է իրանց երկիրը այսպես խայտառակելու համար, որ այսպիսի անհաջող մարդ, կներես էլի աբիժնիկ, նախկինում դեղին մամուլի լրագրող, կլաուզագրող մարդ դարավ մեր երկրի ղեկավար, մեզ բոլորիս խաբելով, ներառյալ ինձ մի քանի օրով խաբեց ցավոք սրտի։ Նա գիտի, որ մենք մեկա իրան չենք ընտրելու։ Նա իսկապես այդ մեսեջը քո ասած ախորյանցի անոյի սեգմենտի համար է, որ տեսեք, այո, ես ինձ պահում եմ լուզերի պես, ես ինձ պահում եմ աբիժնիկի պես, բայց դա նորմալ է, տեսեք, որ դա նորմալ է։ Այսինքն այն բոլոր մարդիկ, ովքեր կարծում են, որ լուզեր լինելը նորմալ է, աբիժնիկ լինելը նորմալ է, որոնք այդ ատելությունը ունեն, ուրիշների նկատմամբ ասում են, տեսեք ինչ հիանալի վարչապետ ունենք, ինպես է, Ինքը մեզանից մեկն է։ Այո, ինքը մեզանից одной крови։ Այո, այսինքն նրանք հաճույք են ստանում դրանից, որովհետև նա անգամ նրանց էլ է այդ արդարացումը տալիս, էլի, որ նորմալ է, որ երկրի վարչապետը իրան պահի փողոցային մարդու պես։ Էն էլ ինչ որ եվրոպական ֆորումում։ Էն էլ այն ժամանակ, երբ որ մեր հարևան երկրում սենց բաներ են կատարվում, արդեն 1200-ից 500-ը գերազանցել է զոհերի թիվը։ Երեխաներ են սպանում։ 5000-ից ավել վիրավորներ։ Այո, երեխաներ են սպանվում, 10 տարեկան աղջիկներ տեսակ թաղում, ինչ սարսափելի սցենաներ։ Ու այդ մթնոլորտում դուք եթե արտասահմանից նայեք, թե ինչ է անում այսպես կոչված Հայաստանի ղեկավարը, դուք կհարգեիք։
այս երկիրը այսպես ասած։ Իհարկե ոչ, Դե բայց մենք տեսանք եւ Վրաստանի կառավարության ձեռարան արձագանքը մեզ։ եւ Այո։ դարձել է ընդհուպ BBC-ի առաջի էջում իր պերաշկին էր, ել չեմ խոսում Լուրջ ես ասում, ադրբեջանական Նայր ջան, մամուլի BBC-ն էլա մասին։ ցույց տվել, BBC-ն ցույց է տվել։ Այո, առաջի էջում իրանց ռուսական թողարկման առաջի էջում ինքն էր իր պերաշկիով։ Դե շնորհավորում եմ մեր սեկտանտներին, դուք ձեր մուրազին հասակ, ամբողջ աշխարհը մեր երեսին թքում է, տեսնում է որ մենք չհաջողված, ձախողված պետություն ենք, որտեղ այսպիսի մարդ ներկայացնում է մեր հին 4000 տարվա պատմություն ունեցող ազգը։ Այսպիսի իրավիճակում, երբ որ ինչպես ասեցի Նարաջան, 18 երկիր հիմա ներենք հաշվում այս պատերազմի մեջ, մեր կողքը ռմբեր են ընկնում, հրթիռներ են ընկնում եւ մենք զբաղված ենք այս կրկեսով, ցիրկով։ Այդ դնենք մի կողմ։ Հիմա նշաններ կան, որ Տրամպը հասկացել է, որ փակուղու մեջ է գտնվում, իր սկզբնական թիրախը դա էր, որ վախեցնել Իրանին, որ Իրանը գնա կապիտուլյացիայի, բայց Իրանում ԿՊ չկա եւ այսպիսի մարդ կուկուրուզուտող չկա։ Դրա համար նրանք միանգամից ամեն ինչ չհանձնեցին, ինչպես մերոնք կանեին։ Դրա համար այդ առաջի սցենարը տապալվեց։ Երկրորդ սցենարը դա Իրանում ինչ որ պարակտում ստեղծելն էր, սադրել ինչ որ քաղաքացիական կամ էթնիկ պատերազմ, Այո, ներքաղաքական պարակտում ստեղծելն էր։ Այո, փորձեցին օգտագործել քրդերին, քրդերը երրորդ անգամվանից հասկացան, որ իրանց էլի օգտագործելու են ու գցելու են, վերջապես հասկացան եւ չթողեցին, որ իրենց օգտագործեն, ճիշտ արեցին։ Հիմա նա տեսավ, որ Սիրիայի սցենարը չի ստացվում, Լիբիայի սցենարը չի ստացվում, հիմա նա շարունակում է ոչնչացնել քաղաքացիական օբյեկտներ։ Այսօր նոր լսեցի Ամերիկայից, ուրեմն Պենտագոնը իր վեբսայթի վրա կախել էր հրթիռի պատկեր, եւ վրան գրել էր no mercy։ Mercy ոնց է հայերեն, այսինքն ոչ մի ոնց են ասում, խիղճ չէ, դե որ խղճում ես քո զոհին, ոնց են դա ասում։ Ոչ մի կարեկցանք, Այո, այդպիսի մի բան, էլի։ այո, ոչ մի կարեկցանք, այսինքն ոչ մի էմպաթիա, ոչ մի այդպիսի մի բան։ Այո։ Այսինքն այս մարդը Պիտ Հեքսետը դու տեսար նա ոնց էր խոսում։ Նա խոսում էր ոնց որ անչափահաս տղա, ոնց որ կազակի ռազմբոյնիկի կամ միլիցիա խաղալուց էր։ Մենք իրանց կսատկացնենք, մենք իրանց կոչնչացնենք, մեր դեմ խաղ չկա, տեսեք ոնց էր խոսում Միացյալ Նահանգների, այսպես ասած, պաշտպանության նախարարը։ Ես ճիշտ ասած ապշած եմ։ Պենտագոնի շեֆը, այո։ Պենտագոնի շեֆը։ Երեք խոսում էինք մի շատ հարգելի մարդու հետ, Լորենս Վիլկերսոնը, որը աշխատել էր Կոլին Պաուլի ժամանակ։ Հիշում եք այդ Կոլին Պաուլը, որ անտրաքսը թափ է տալիս մակում։ Նա իր փաստորեն անձնակազմի ղեկավարն էր, Chief of Staff։ Եվ նա ինձ ասեց մեր ինտերվյուում հիանալի մարդ էր, հիանալի։ Վիետնամում էր ծառայել երիտասարդ տարիներին եւ այլն։ Նա ասում է, ես այսպիսի ղեկավարություն չեմ հիշում մեր երկրի պատմության մեջ, այսպիսի բան չի եղել։ Եվ հիմա ես կարծում եմ Տրամպը տեսավ, որ փակուղու մեջ է, որ սա գնում է Գազայի սցենարով, այսինքն մի կողմից ոչնչացվում են քաղաքացիական օբյեկտները, բայց այդ կողմը չի հանձնվում, կամ սա գնալու է Եմենի սցենարով, երբ որ նա ի վերջո հանձնվեց, հետ քաշվեց հութիների հետ, ինչ որ խաղաղություն կնքեց։ Եվ նշաններ կան, որ Տրամպը հիմա փորձում է գտնել ինչ որ միջնորդի, որ այդ միջնորդը գա եւ իրեն թույլ տա դուրս գա իր առանց իրեն դեմքը կորցնելու, իր երեսը կորցնելու, դուրս գա այս վիճակից։ Երեք նա խոսել էր Վլադիմիր Պուտինի հետ, Ռուսաստանի ղեկավարի հետ։ Այո, 1 ժամ տևողությամբ, եւ իդեպ Ամերիկայի նախաձեռնությամբ էր դրա խոսազրույցը։ Այո, իմ կարծիքով փորձում է խնդրել, որ Ռուսաստանը միջնորդի դեր խաղա այստեղ, որ թույլ տա նա դուրս գա այս վիճակից, գուցե ինչ որ զիջումներ կառաջարկվեն նաև Ուկրաինայում, չնայած Եվրոպան ասում է ոչ մի հարցով մենք չենք զիջի, Գերմանիայի ղեկավարը ասեց մենք Ուկրաինայի կողքին ենք։ Էրնակ մի հատ էլ մեր հետ էլի տենց վարվեր Եվրոպան, ասեր ոչ մի հարցով չենք թողնի, որ հայերը զիջեն։ Ամեն հարցով մեզ ենթարկեցին, ամեն հարցով